Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Պարոն Պողոսյան, ներքաղաքական կյանքում բուռն բախումներ են, զարգացումներ են ցավալիորեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմերի միջև եւ արդեն իսկ աբսուրդային հասնող հայտարարություններ են արվում, օրինակ ուզում եմ անդրադառնալ հատկապես Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կամ չգիտեմ ֆանատների, ասեմ, երկրպագուների կողմից որոշ հարցազրույցներ են տրվում, որոնք, չգիտեմ, ուզում եմ հասկանամ ում շահերն են սպասարկում։ Օրինակ, որ այս սահմանադրությունը արվել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար։ Նման հայտարարություններ է անում մարդ, որը ներկայանում է որպես փաստաբան, իրավաբան, չգիտեմ, նույնիսկ չարժի անունը հնչեցնել, չեմ էլ պատրաստվում հնչեցնել անունը, բոլորը վստահ եմ ովքեր հետևում են իմացան ում մասին է խոսքը եւ չգիտեմ ինչ դրդապատճառներ է ունեցել։ Բայց սա այս հայտարարությանը, անդրադառնանք, որ իբրև թե նախորդ սահմանադրությունը շատ լավն էր 2000 թվականի սահմանադրությունը փոփոխությունները, եւ ասում է, որ Քոչարյանը փաստորեն 2008-ին նորից առաջադրվելու իրավունք ուներ եւ 2015-ի փոփոխություններով այնպես արեց Սերժ Սարգսյանը, որ Քոչարյանը հանկարծ չառաջադրվի, չգա նորից իշխանության եւ որ Փաշինյանը դառնա վարչապետ։ Գիտեք, իսկապես դուք ինքներդ նշեցիք, որ ցավալի է, որ հրապարակայնորեն ընթանում է այսպիսի բանավեճ եւ այդ բանավեճը համոզված եմ որևէ օգուտ չի տալու ոչ երկրորդ նախագահին, ոչ երրորդ նախագահին եւ կարծում եմ ողջամիտ կլիներ, որպեսզի հենց իրենք այդ բանավեճը դադարեցնեին։ Պարզապես իրար հետ ուղղակի կոնտակտների միջոցով, որտեղ ես կարող եմ պատկերացնել, որ իրենց շրջապատում մարդիկ կան, որոնք դրանով, այսպես ասած, ինչ-որ միավորներ են փորձում շահել։ Ես իմ անձնական կարծիքը ունեմ այդ վեճի վերաբերյալ, չեմ ցանկանում, որպեսզի դա դառնա հրապարակային քննարկման առարկա եւ չեմ ուզենա, որ ես հրապարակայնորեն հիմա դրա մասին խոսեմ։ Բայց այն ինչը որ դուք վկայակոչեցիք, ինձ էլ է հայտնի, լսել եմ նման հարցազրույց ու ինձ համար իսկապես շատ տարօրինակ է, որ իրավաբանը, փաստաբանը անում է պնդումներ, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն, չեն էլ կարող ունենալ եւ դա պարզ պետք է լինի ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդու համար կամ տառաճանաչ։ Այո, տառաճանաչ մարդու համար, որը կարդալ գիտի եւ ունի տարական տրամաբանություն, հա։ Հիմա այն ինչ որ վկայակոչեցիք, տեսեք, 2005 թվականի սահմանադրությունը, իսկապես 2005 թվականի փոփոխություններով սահմանադրությունը լավ սահմանադրություն էր, համեմատած 95 թվականի հետ։ Հիմա ինքնագովեշ չլինի, ես 2005 թվականի փոփոխությունների մշակմանն էլ եմ մասնակցել։ Այնպես չի, որ պարզապես կարդացել եմ տեքստը ու իմ գնահատականն եմ ասում։ Հա, լավ է, որ այդ անձը գնահատում է 2005 թվականի փաստաթղթի ուրեմն դրական ուղղվածությունը համեմատած 95 թվականի հետ։ Բայց պնդել, որ դա նոր սահմանադրություն է, ընդհանրապես որևէ քննադատության չի կարող դիմանալ, որովհետև տեսեք, կա պրոցեդուրա սահմանադրության մեջ եւ 95 թվականի սկզբնական տեքստում եւ մինչեւ հիմա էլ հստակ տարանջատում կա, թե ինչ է նոր սահմանադրությունը, ինչ է սահմանադրության ընդունումը եւ ինչ է սահմանադրության փոփոխությունների ընդունումը։ 2005 թվականին մենք ունեցել ենք սահմանադրության փոփոխություն։ Ուրեմն այդ փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ Եվրոպայի խորհուրդ ընդունվելուց հետո տարբեր Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական կոնվենցիայի դրույթներ արտացոլված չէին մեր սահմանադրությունում, առավել եւս հակասում էին Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթների մարդու իրավունքների հետ կապված եւ Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց այդ սահմանադրական բարեփոխումը, սահմանադրության փոփոխությունը 2005 թվականին։ 2003 թվականին նման փորձ արվեց, ձախողվեց, այդ ժամանակ նախաձեռնությունը
սահմանադրության փոփոխության հենց հանրապետության երկրորդ նախագահի կողմից էր, երբ որ դա տապալվեց, այնուամենայնիվ եվրոպական կառույցները, Եվրոպայի խորհուրդը առաջին հերթին, ԵԽԽՎ-ն հստակ պահանջներ դրեցին, նույնիսկ համապատասխան բանաձև ընդունվեց, որ այնուամենայնիվ պետք է շարունակել գործընթացը, պետք է սահմանադրությունը փոփոխել։ Եվ 2004 թվականի աշնանը այն ժամանակվա կառավարող կոալիցիան պատգամավորները ներկայացրեցին նախագիծ, որը հետագայում բարեփոխվեց եւ 2005 թվականի աշնանը ընդունվեց ազգային ժողովի կողմից որպես սահմանադրության փոփոխությունների նախագիծ։ Հենց այդպես էլ գրված է, այսինքն չի ներկայացվել նոր սահմանադրության կամ սահմանադրության նախագիծ, ներկայացվել է սահմանադրության փոփոխությունների նախագիծ։ Եվ այդ փոփոխությունների նախագիծը, ինչպես սահմանադրություններ պահանջում, դրվել է հանրաքվեի եւ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով դա ընդունվել է։ Եվ արդյունքում մենք 2005 թվականին ունեցել ենք նույն 1995 թվականի սահմանադրությունը կատարված փոփոխություններով։ Դա չէր կարող լինել նոր սահմանադրություն, հետեւաբար եթե ինքը չէր կարող լինել նոր սահմանադրություն, ապա որևէ հնարավորություն էլ այդ սահմանադրությունը իր փոփոխություններով հանդերձ հնարավորություն չէր ընձեռնում երկրորդ նախագահին երրորդ անգամ առաջադրվել հանրապետության նախագահ, որտեղ նա արդեն երկու անգամ անընդմեջ եղել էր հանրապետության նախագահ եւ 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստը եւ 2005 թվականի սահմանադրության փոփոխված տեքստը այն հարցում թե ինչ պահանջներ են ներկայացվում հանրապետության նախագահին եւ ինչ նա չի կարող անել, որևէ փոփոխություն չի տեղի ունեցել։ 95 թվականի սկզբնական տեքստում գրված էր, որ հանրապետության նախագահը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել, երկու անգամ ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահ, նույն դրույթը առանց որևէ ստորակետի փոփոխության եղել է նաեւ 2005 թվականի փոփոխությունների արդյունքում, այսինքն այդ հոդվածը չի պահպանվել է նույնությամբ։ Պահպանվել է նույնությամբ։ Հետևաբար 2008-ին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առաջադրվել։ 2008 թվականին որևէ նման հնարավորություն, որը կհամապատասխաներ սահմանադրությանը, չկար եւ երկրորդ նախագահը չէր կարող երրորդ անգամ առաջադրվել հանրապետության նախագահ։ Սա այնքան պարզ աքսիոմատիկ է եւ հստակ է գրված, որ պարզապես զարմանալի է, որ փաստաբանը, իրավաբանը կարող է նման պնդում անել։ Հիմա ինչ վերաբերում է, որ փոփոխություններն արել են, որպիսի նոր սահմանադրություն են բերել, որպիսի Փաշինյանին վարչապետ դարձնեն։ Սա իսկապես հեղափոխական ինչ-որ հայտարարություն է, որովհետև մինչև հիմա միշտ եղել է, որ սահմանադրության փոփոխությունները կարվել են Սերժ Սարգսյանի հագով, որը իրականության հետ չի համապատասխանում, բայց որ 2013 թվականից օրինակ հանձնաժողովի անդամները ներառյալ ես հանկարծ մտածեինք, որ մենք սահմանությունը փոխում ենք, որ ինչ որ Նիկոլ Փաշինյան գա իշխանության, դրա համար մենք սահմանությունը փոխում ենք, պարլամենտական համակարգ ենք ստեղծում, որ ինքը դառնա վարչապետ, այդ արդեն, չգիտեմ, անհետեցությունների ժանրից է։ Տեսեք, ասվում է, որ արգումենտացիան որն էր, ասվում էր, որ դա արվել է այն բանի միջոցով, որ հանվել է վարչապետի համար նախատեսված բարձրագույն կրթություն ունենալու պահանջը, բայց հարց է առաջանում, հարգելի փաստաբան, դուք կարդացել եք նախորդ տեքստերը սահմանադրության կամ մեր օրենսդրության եւ արդյոք այնտեղ որևէ դրույթ եք տեսել այն մասին, որ վարչապետը կամ հանրապետության նախագահը կամ падգամավորը պետք է այդ պաշտոնները զբաղեցնելու համար ունենան բարձրագույն կրթություն։ Նման բան երբևէ չի եղել։ Հիմա փաստերով ես անդրադառնամ դրան, որովհետև այն թեզը, որ բարձրագույն կրթության պահանջը հանվել է Փաշինյանի, հանվել է եւ դա սխալ է եւ դա հնարավորություն տվեց Փաշինյանին դառնալ վարչապետ, ես անցյալում եմ լսել իրավագիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց շուրթերից։ Բայց հիմա երբ որ ասվում է, որ դա դիտավորյալ կերպով արվել է նրա համար,
որ Փաշինյանը օգտվի դրանից, սա իսկապես նորամուծություն է։ Իսկապես այդ առումով կարող են գլխարկը հանել, ասել բրավո փաստաբան, դուք ինչ-որ նոր վերսիա եք հիմա բերում, որ սահմանությունը փոխվել է Փաշինյանի համար։ Տեսեք, 1995 թվականի սահմանադրության սկզբնական տեքստում, այսինքն այն ձևով, որ սահմանությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ում, որևէ պահանջ կառավարության անդամի նկատմամբ ամրագրված չէ։ Այդ սահմանադրության մեջ եւ նաեւ 2005 թվականի փոփոխությունների արդյունքում ընդհանրապես ասվում է այն մասին, թե ինչ չի կարող լինել կառավարության անդամը, այսինքն սահմանված են միայն անհամատեղելիության պահանջները։ Եթե դու կառավարության անդամ ես, դու չես կարող լինել ներկայացչական մարմնի անդամ, ինչպես գրված էր 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստում եւ որոշակի վերաձևակերպումներով 2005 թվականի սահմանադրության համապատասխան հոդվածում, հա, այսինքն պարզ լեզվով ասած, կառավարության անդամը չէր կարող լինել падգամավոր, չէր կարող լինել, ասենք, ինչ որ չէր կարող որևէ վճարովի աշխատանք կատարել, 2005 թվականի վճարովի աշխատանքին ավելացավ ձեռնարկատիրական գործունեության արգելքը, որ դու չես կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել եւ ինչ վերաբերում էր վճարովի աշխատանքին, արվեց բացառություն, որ եթե այդ վճարովի աշխատանքը գիտական ստեղծագործական աշխատանք է, ապա դա թույլատրվում է կառավարության անդամի համար։ Այո, բայց սահմանադրության մեջ, ոչ 1995 թվականի սահմանության մեջ, ոչ 2005 թվականի սահմանադրության մեջ որևէ դրույթ չկար, թե ով կարող է լինել կառավարության անդամ, պոզիտիվ առումով, դրական առումով, որ ասենք ինքը պետք է որոշակի տարիքային ցենզ ունենա, որ ինքը պետք է որոշակի կրթական ցենզ ունենա, որ ինքը պետք է ասենք հայոց լեզվին տիրապետի եւ այլն, 95 եւ 2005 թվականների սահմանադրության վիճակով նման բաներ կառավարության անդամների համար չի նախատեսված եղել։ Հետևաբար կառավարության անդամի համար նախատեսված չէր էլ կարող լինել եւ չկար բարձրագույն կրթություն ունենալու ցենզ։ Հիմա տեսեք, 2015 թվականին ինչ է փոխվել։ Եկեք անդրադառնանք արդեն գործող սահմանության տեքստին։ Մինչ այդ ասեմ, որ եւ 95 թվականին եւ 2005 թվականին սահմանադրությունը որոշակի պահանջներ էր նախատեսում ազգային ժողովի падգամավորի համար։ Ազգային ժողովի падգամավորի համար եւ 95-ին եւ 2005-ին եւ նաեւ հիմա նախատեսված է, որ падգամավոր կարող է լինել միայն այն անձը, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի 25 տարին լրացել է, հա, եւ որը որ ասենք որոշակի ժամանակահատվածով մշտական բնակություն է ունեցել Հայաստանում, միշտ եղել է վերջին 5 տարում 95 թվականին, վերջին 4 տարում 2005 նույն վերջին 5 տարում 2005 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 2005 թվականի սահմանադրության փոփոխությունների տեքստում միայն փոփոխություն կա այդ առումով, որ ասում է, որ նա պետքա լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ մենք երկքաղաքացիությունը թույլ տվեցինք, 95 թվականի երկքաղաքացիություն չկար, բնականաբար երբ որ մենք ասում էինք վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ 2005-ի համար մենք նախատեսեցինք, որ պետքա լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ երկքաղաքացիության ինստիտուտը չէր արգելվում արդեն սահմանության փոփոխությունների արդյունքում։ Հիմա падգամավորի համար եղել են պահանջներ։ Այդ պահանջները ոչ 95-ին, ոչ 2005-ին չեն տարածվել կառավարության անդամի վրա։ Տեսականորեն հնարավոր էր, որ 95 թվականին կամ 2005 թվականին կառավարության անդամ կամ վարչապետ դառնար մի անձ, որի 18 տարին լրացել էր։ Պակաս հնարավոր չէր, որովհետև пассив ընտրական իրավունքը սահմանված էր որպես 18 տարին լրացած, այսինքն չափահասության աստիճանը։ Այդ դրույթը չի փոփոխվել 18 տարին, եղել է եւ 95-ին, եւ 2005-ին, եւ 2015-ին։ Հիմա 2015-ին ինչը փոփոխվեց։ Ընդհանրապես սահմանադրության մեջ 148-րդ հոդվածում
հստակ ամրագրվեց, որ կառավարության անդամի համար նույնպես գոյություն ունեն պոզիտիվ դրական պահանջներ եւ այդ դրական պահանջները իդենտիկ են, նույնական են այն պահանջների հետ, որոնք ներկայացվում են падգամավորին։ Իսկ падգամավորի համար պահանջները ամրագրված են սահմանության 48-րդ հոդվածում, երկրորդ մասում, որտեղ ասվում է, որ падգամավոր, ազգային ժողովի падգամավոր կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը որ վերջին 5 տարում մշտապես բնակվում է Հայաստանում, վերջին ներողություն 4 տարում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, վերջին 4 տարում ունի ուրեմն մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում եւ այլն։ Հայերենին տիրապետող Եվ ավելացել է, այո, եւ ավելացել է այն կարևոր դրույթը, որ ինքը անպայմանորեն պետք է տիրապետի հայերեն լեզվին, որտեղ մենք հայոց լեզվի դերը մեր սահմանադրությունում ավելի 2015 թվականի փոփոխություններում ընդգծել ենք եւ շեշտել ենք, որ ցանկացած ուրեմն ընտրովի պաշտոն զբաղեցնող անձ, լինի դա падգամավոր, լինի դա կառավարության անդամ կամ լինեն այսպես կոչված ինքնավար մարմինների ուրեմն պաշտոնատար անձինք, իրենք պետք է տիրապետեն հայերենին։ Հիմա երբ որ մենք 148-րդ հոդվածով ըստ էության հղում ենք անում սահմանության 48-րդ հոդվածին, ստացվում է, որ կառավարության անդամը պետք է ուրեմն առնվազն 25 տարին լրացած անձ լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինի, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինի, վերջին 4 տարում ունենա մշտական բնակություն Հայաստանում եւ լինի եւ տիրապետի հայերեն լեզվին։ Հիմա ես հուսով եմ կարողացա պարզ հասարակ լեզվով ցույց տալ, որ ոչ 95 թվականին, ոչ 2005 թվականին, ոչ 2015 թվականին բարձրագույն կրթություն ունենալու պահանջ ոչ падգամավորի եւ ոչ էլ կառավարության որևէ անդամի նկատմամբ նախատեսված չի եղել։ Եվ հետեւաբար պնդել, որ 2015 թվականին հանկարծ ուրեմն վարչապետի համար հանվել է բարձրագույն կրթություն 95 թվականից են այդ մտածել, տեսեք, որ բարձրագույն կրթություն չունենա։ Հիմա էլ ասեն, 95 թվականից որոշել էին, տեսեք, ստացվում է, որ Նիկոլը գա։ Այո, 2015 թվականին հստակ ամրագրվել է, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի падգամավորին ներկայացվող պահանջներին 148-րդ հոդվածի առաջին մաս։ Հիմա падգամավորին ներկայացվող պահանջները սպառիչ կերպով սահմանված են 48-րդ հոդվածի երկրորդ մասում, բարձրագույն կրթություն բառը այդտեղ փնտրելը անիմաստ է, չկա որովհետև բարձրագույն կրթություն բառը կա այլ սահմանության այլ դրույթներում, բայց դրանք չեն վերաբերում ոչ падգամավորին, ոչ կառավարության անդամին, ոչ էլ հանրապետության նախագահին։ Պարզ ասած, ոչ 95 թվականի, ոչ 2005-ի, ոչ 2003-ի, չէ, 2005-ի 95, 2005, 2015 հեշտ է։ Ոչ մեկի մեջ չի եղել պարտադիր բարձրագույն կրթության մասին պահանջ։ Հիմա այդ պարոնը որ սահմանադրությունը նախկին ոստիկան, հա, այսպես ասեմ, ոստիկան փաստաբանը, երբ որ պնդում է, որ Սերժ Սարգսյանը ուներ բարձրագույն կրթություն, հետևաբար դա փոխվել է, իրան պետք չէր փոխել է Նիկոլ Փաշինյանի համար իբրև թե որ 18 թվականին գա վարչապետ դառնա, հա, չգիտեմ ես որտեղից է բռնել։ Զգուշացեք ոստիկաններից։ Պնդում էլ կա, էլի որ էլի նույն տիեզերական մասշտաբի անհեթեթություն է, որը անում է այդ փաստաբանը, հետեւյալն է։ Ասում է, եկեք ու տեսեք, որ 2015 թվականի սահմանադրությունը բարձրագույն կրթության պահանջ է նախատեսում, ուրեմն նախարարի համար, բայց վարչապետի համար չի նախատեսում։ Սա որտեղից վերցրեցիք։ Էլի հստակ գրված է սահմանադրության մեջ, որ 148-րդ հոդվածի առաջին մաս, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի։ Հիմա եթե վեճը կառավարության անդամի մասին է, կառավարության անդամի հասկացությունն էլ հստակ կա մեր սահմանադրությունում։ Հստակ ասվում է սահմանադրությունում, թե կառավարությունը ումից է բաղկացած, կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից, եւ հստակ նաեւ սահմանադրության մեկ այլ հոդվածի նույնիսկ վերնագրում, եթե ուշադիր կարդան,
հստակ երևա, որ վարչապետն էլ է կառավարության անդամ, որտեղ գրված է, ասենք 153-րդ հոդվածի վերնագրում, վարչապետի եւ կառավարության մյուս անդամների իրավասությունները։ Այսինքն որևէ վեճել չի կարող լինել, թե կառավարության անդամը մենակ նախարարն է, բայց նույնիսկ եթե այդ պարագայում փաստաբանի ասածը ճիշտ լիներ, պետք է սահմանադրությունում գրված լիներ, որ նախարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բայց դա էլ չկա։ Հետևաբար այստեղ բանավիճել ինչ որ կոնսպիրոլոգիական տեսություններ հորինել, որ սահմանադրությունը 2015 թվականի փոփոխվել է հենց այդ նպատակով, որ Փաշինյանի ապագա վարչապետությունը, այդտեղ մենք պետքա Նաստրադամուս լինեինք ու իսկապես 2013 թվականից սկսած Դուք 13 եք ասում, 95-ից սկսած պետք է Նաստրադամուս լինեին։ Հիմա մեղքը բարդվում է 15 թվականի փոփոխություններին, որտեղ ասում է, որ 95-ին 2005-ին կար, բայց չկար։ Եվ դա սուտ է ասում։ Եվ տեսեք, դա չի եղել ոչ սահմանադրությունում, ոչ էլ որևէ օրենքում, չէր էլ կարող լինել, որովհետև սահմանադրությունը թույլ չէր տա, որովհետև սահմանությունն է սահմանում այդ պահանջները, առնվազն 95-2005 թվականին չէր կարող լինել падգամավորի նկատմամբ, կառավարության անդամի նկատմամբ տեսականորեն կարող է լինել, բայց չի եղել, եւ ասեմ ավելին, նման պահանջ երբևէ գոյություն չի ունեցել Հայաստանում։ Վերցնենք նաեւ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը 1920 թվականի նոյեմբերի 29-ից սկսած մինչև վերջացրած խորհրդային Հայաստանի վերջին օրը նման պահանջ չի եղել ոչ խորհրդային Հայաստանի 22 թվականի սահմանադրությունում, ոչ 1937 թվականի, ոչ էլ 1978 թվականի սահմանադրություններում եւ չի եղել նաեւ որևէ օրենքում կամ ենթաօրենսդրական ակտում։ Չի եղել նման պահանջ եւ հետեւաբար այստեղ պարզապես տարօրինակ է, որ նման թեզ է առաջադրվում եւ այդ թեզի հիման վրա հերուն գնացող հետևություններ են արվում, թե ինչու է 2015 թվականի սահմանադրության փոփոխությունը։ Ես շատ ցավում եմ, որ երկրորդ նախագահի թիմում, որովհետև գոնե իր օրինակ, գործով դատավարության ընթացքում ներգրաված են լուրջ փաստաբաններ, իրավաբաններ, ես զարմանում եմ, որ այս պարոնին են հիմա այս առաքելությունը տվել, որը ուղղակի տարական անգրագիտություն է, պարոնակում, տարաճանաչության արդեն հարց է առաջանում։ Եվ քանի որ մեր ժամանակը շատ կարճ է, մի դրվագել եմ էլի այնուամենայնիվ ուզում անդրադառնամ, ես կներեք, որ այս թեման բացում եմ։ Նաև ասում է, որ փաստորեն Փաշինյանին, որ մարտի 1 իրադարձություններից հետո համաներում է արվել, դրանով էլ էին նախապատրաստում վարչապետի։ Ես հանել եմ համաներման տարեթվերով, որտեվ ախր լավ, գոնե մենք հիշողություն ունենք, եղել ենք այդ ժամանակ, մենք հիշում ենք ինչպես է եղել, տեսել է համաներում քանի անգամ է տրվել, ինչպես է արվել։ Հիմա սրա վրա կառուցել, որ Սերժն է բերել Նիկոլին, գիտեք ինչ տպավորություն է, որ ուզում են անպայման բան անեն, Սերժն է բերել։ Մի բան, այդ մարդիկ գալիս են երբեմն, այդ շրջանակներից գալիս են, բացատրում են աշխարհաքաղաքական տարածաշրջանային ինչ խնդիրներ են լուծում, մեկ էլ ասում են Սերժն է բերել։ Հիմա Սերժը այդպես նույնիսկ գերհզոր դեմք է, որը կարողանում է աշխարհաքաղաքական process-ներ կառավարել, բան աշխարհաքաղաքական կենտրոններին է կուրացիա անում։ Ես չեմ հասկանում իրենց։ Ինչ է նշանակում համաներում արվեց, դրանով նախապատրաստելով Փաշինյանին բերելով իշխանության։ Դե ես էլ տրամաբանությունը չեմ տեսնում, ասվում էր այն մասին, որ տեսեք իբր, երբ որ ասենք առավելագույնը 10 տարի ազատազրկման դատապարտման ենթարկված անձանց նկատմամբ է համաներում կիրառվել, միշտ 1/3-ի կրած պատժաչափի 1/3-ն է հաշվի առնվել այդ համաներման ակտերում, բայց եկեք ու տեսեք, որ 2011 թվականին դիտավորյալ արվել է 1/4-ը կրած պատժաչափի, որպեսզի Փաշինյանը ազատվի, բայց դա էլ է սուտ, որովհետև Փաշինյանը իրականում ազատվել է կոպիտ ասած 1/3-ով, պարզ լեզվով ասած, եւ որևէ բացառություն հատուկ ինչ որ կանոն, որպեսզի անմիջականորեն տարածվել Փաշինյանի վրա չի եղել։ Երբ որ մենք նայում ենք մեր անկախ Հայաստանի Հանրապետության պատմությունում
ուրեմն համաներման ակտերը, այդտեղ միշտ 10 տարվա ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կամ որոշ ժամանակ կիրառվել է կրած պատժաչափի կեսը եւ եթե կեսը տրված պատժի տվյալ անձը արդեն կրել է, քրեակատարողական հիմնարկում նա օգտվում էր այդ համաներման ակտից կամ 1/3-ը։ Այսինքն այս պարագայում էլ Փաշինյանը իրականում 2011 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, ազատվել է երկու անգամ է կրել, մեկը 2009-ին, մեկը 2011-ին թվականին, բայց դա եղել է 2009 թվականին ինքը երբ որ դատապարտվել է, 10 թվականին քրեական դատարան, վերաքննիչ դատարանն է այդ համաներման ակտը կիրառել իր նկատմամբ, հա, այնպես որ այստեղ էլ որևէ բացառություն օրենսդրական մակարդակով կամ ի որևէ այլ մակարդակով էլի չի արվել, եւ այստեղ առավել եւս զարմանալի է, որտեղ այդ փաստաբանը քրեական իրավունքի մասնագետ էր, գոնե այդ մասով ինքը պետք է ճիշտ ինֆորմացիան ունենար եւ նման անհիմն անհեթեթ պնդումներ չաներ, բայց արվել է։ Որը օգտագործվում է քաղաքական նպատակներով, հա, բայց այդ թե սա ինչ նպատակի կարող է ծառայել, այս ամեն ինչ, այս մանիպուլյացիաները արդեն շատ վտանգավոր է գլխին ընկնել, որովհետև կարծես նորից 2018-ի կրկնություն է տեղի ունենում։ Իմ աչքի առաջ տեղի ունենում 2018-ի հա նախահեղափոխական շրջանին են գալիս, երբ որ այդ հեղափոխություն կոչվածը արվեց ու շատ վտանգավոր process է, պետք է երևի զերծ մնանք կարողանան մասնագետները խոսել, հա, ես անկեղծ ասած շատ մասնագետների դիմել եմ այս օրերին, ձեզ էլ որ ասի դուք չէիք ուզում խոսել, հա, որտեվ ասում եք անհեթեթության, այսինքն վիրավորում եք մեր մասնագիտությունը, ասում են, որտեվ հիմարություն մեկնաբանելը հրաժարվում եք, բայց ինչ որ իմաստով պետք է բացատրվի, պարոն Պողոսյան։ Այո, բայց միևնույն է պետք է ես նորից եմ ուզում ընդգծել այդ միտքը, որ հնարավորինս շուտ այս բանավեճը դադարեցվի, որովհետև դա պարզապես տանում է նրան, որ Հայաստանում քաղաքական այլընտրանքը գնալով ոչնչանալու է եւ եթե այդ կռիվը այդպես էլ շարունակվի եւ փող համաձայնությունների չգան, ապա դա կործանարար հետևանքներ է ունենալու նաև ընդդիմադիր դաշտի համար։ Դրա համար պետք է հնարավորինս իսկ ընդդիմադիր դաշտը փաստորեն քաղաքական միակ այսպես ասենք եղած ուժն է, որը դիմադրում է այս պրոթուրքական, Հայաստանի ազգային ժողովին, ադրբեջանա-թուրքական այս իշխանություններին։